Ակամայից մի հատ օրինակ հիշացի, երբ որ Հովիվ Ցոլակը զոհաբերության մասին խոսում էր, ուղղակի մի բան իմ սրտի մեջ եկավ, ուզում եմ ասեմ ձեզի, այն ինչ որ մենք անում ենք Տիրոջ համար, այսինքն շատը մեր համար ենք անում, այնպես չի որ Տիրոջ համար ենք անում, բայց այդ զոհաբերության համար մի հատ խոսք եկավ, օրինակ եկավ, կարող է եւ լսած ելնեք, ուրեմն թագավորի ծնունդն ա լինում, դուք թագավորի ծնունդ գնացած կաք, որ թագավորը ձեզի հրավիրի ծնունդ, ես գնացել եմ, Սուրբ ծննդյան չեք մասնակցել, բայց այդպես թագավոր չէ, ուրիշ այդպես թագավոր ա լինում, վերջը գիտեք էլի թագավորներին կամ չգիտեմ վարշապետի ծնունդ, որ այդան ամեն մեկը մտածում է լավ ես ինչ նվեր տանեմ, ասում են ավելի լավ է հարցնենք, ասենք ինչ կուզես քեզ բերենք, այդ գիտես ինչի նման են, որ հարսանիք են կանչում, ասում են ոսկի չբերեք, էլի փողը բերեք, հազիվ բանի տակից դուրս գանք այդ ռեստորանի։ Ասում են ինչ բերենք, թագավորն ասում է ոսկուց նվեր բերեք։ Ինչ ուզում եք, մեկը մատանիկը բերեք, մեկը, չգիտեմ, ափսեկը բերեք, մեկը, չգիտեմ, ինչ կբերեք, բերեք։ Ամեն մեկը լնում է մի բան վերցում, այդում է նվեր ա տանում։ Նվեր ա տանում, ամեն մեկը մի հատ մեծ աման ա տանում, մեկը փոքր, մեկը մի հատ մատնոց ա տանում, մատնոց եք ասում։ Այն որ մի վաղ օգտագործում էին հարսները, չգիտեմ հիմա այդ օգտագործել, կարող է հիմիկվա հարսները չիմանան, էլ այդ ինչա, որ դնում էր ասեղը, որ ձեռդ մատը չծակի։ Օգտագործում են թազա հարսերը, ով է կարանում, որ օգտագործի։ Մի հոգի էլ ասում է, դե թագավորը այլի մի հատ մատնոց տանեմ։ Դե վերցում այդում են, լրիվ բերում են, մեկն էլ մի հատ մեծ ամանա տանում, ասում է ամոթ հայ մարդ, թագավոր մարդ է։ Ասում է բերել եք, ամեն մեկ իր ամանը ցույց է տալի, ասում է շատ լավ է որ բերել եք, այդում եք իմ գազարան, ով ինչ ամանով բերել է, դրանով լիքը ոսկի է տանում։ Դե հիմա չգիտեմ, ոնց ուզում եք այդպես հասկացեք։ Օրհնյալ է մեր Աստվածը, շնորհակալ եմ Աստծուց այսօրվա համար, որ ես հնարավորություն ունեմ ծառայելու ձեզ։ Իհարկե, իմ համար միշտ պատիվ է, ժողովուրդ ջան, ես մոտավորապես 94-5 թվականին է Աստված ինձ կանչե, 96-ին արդեն, չգիտեմ, այն ժամանակ որ եկեղեցու մեջ էի, հենց որ ջրով մկրտում էի, պետք է քարոզ անեի։ Այդ ժամանակից մինչև հիմա քարոզում եմ, ու իմ համար դա պատիվ է Տիրոջ ծառայելը։ Ծառայում եմ Եղեգնաձորում, ծառայում եմ Վարդենիսում, 3 տարի արդեն Ռոստովում հայկական եկեղեցի ենք բարձրացրել, ասեմ, որ մեջը Քյավառցի էլ կա։ Փառք Տիրոջը, իմ համար պատիվ է, մեկ գիտես ինչ եմ մտածում, ասում եմ Տեր Աստված, եթե քարոզիչ չլնեի, տենաս ինչ կլնեի ես, եթե հավատքի մարդ չլինեի, ով պիտի լինեի ես, Աստված, ուզում եմ սա ասեմ, սա իմ պատգամի թեմայի մեջ չի մտնում, բայց ուզում եմ մի բան ասեմ, Աստված բոլորիս մի հատ կոչում ա տվել, ավետարանել խոսքը, Աստծո խոսքը ավետարանեք, մարդկանց խոսքը հասցրեք, ժողովուրդ, դու ինչքան էլ աղոթես, ուզում ես տարիներով աղոթի, ինչ որ մեկի համար, որ դու աղոթում ես, որ ինքը դարձի գա, մինչև խոսքը չընկնի իր սրտի մեջ, ինքը դարձի չի գա, հավատացեք, ձեզանից ով է իրիկունը նստե, առավոտ ասե, եթում եմ հավաքույթ, վերջ, այսօրվանից ես հավատացյալ եմ, չէ, մեկը խոսքը ասեք հեզի, մեկը ջրել է, մեկը աղոթել է քո համար, ես հիշում եմ տարիներ առաջ մի հատ երազ եմ տեսե, կարող է ուղի եթերով պատմածել եմ, լսած ելնեք, շատ հետաքրքիր երազ եմ տեսե, որ այդ երազը ուզում եմ պատմեմ հիմա, ուզում եմ խաչին մոտիկանամ, ընդեղ ցույց տամ, ուրեմն երազի մեջ տես մի հատ մեծ եկեղեցա շենք եմ տեսնում վերևից, ոնց որ այս խաչ հիմա սենց դնենք, ձեր կողմից էսի ձախնա, բայց աչից, ավետարանի շները այս կողմից մարդկանց էին բերում եկեղեցի, Այստեղ ուրեմն ծառայողներն էին կանգնած, որ այստեղից մտնում էին, բարձրանում էին վերև, այստեղ ծառայողները իրանց ծառայում էին, աղոթում էին, իրանք իջնում էին, այստեղ դահլիճներ, այսինքն դահլիճներ, ովքեր որ մնում էին եկեղեցում, նստում էին այստեղ դահլիճը, ովքեր որ չէին մնում, այստեղից դուրս էին եթում աշխարհ, ես իմ երազից մեջ եմ տենում, ես այստեղ կանգնած եմ, այստեղ կանգնած եմ մեջտեղը ու ոնց որ գիտես ինչ կա, ապահով եմ արդեն Քրիստոսի շնորհքով փրկված մարդ,
Ասե իմ հավ այսով նայում եմ այս ամեն ինչին, ինչա կատարվում ու ուրախանում եմ։ Այս ամեն ինչին նայում եմ ու հետարքիր էր ըստեղ կանգնած եմ, ըստեղից մի հոգի մոտիկացավ ինձ եւ երազիս մեջ մի հատ հարց տվեց ինձ։ Ասաց ես քեզ գիտեմ, ես քեզ ճանաչում եմ։ Դու կյանքդ իմ համար չես խնայի։ Տենց ուղիղ խոսում ա իմ։ Ասաց բայց դու չես վկայում Աստծո խոսքը։ Ես ընդհանրապես իմ կոչումը սա է, հովիվ ավետարանի չեմ, սենց ասեմ, ավետարանիչ հովիվ չեմ, հովիվ ավետարանի չեմ, ավելի շատ հովվականն է իմ կոչումը, բայց ավետարան էլ շատ եմ սիրում։ Հիմա գիտեք ինչ կա, որ ինքն ասած դու Աստծո խոսքը չես խոսում, ես, բայց ոնց որ գիտես ինչ հասկացա, ոնց որ ես այս ամեն ինչի մեջ հարմարվել եմ, տենում եմ ամեն ինչ եկեղեցում շատ լավ է, եկեղեցին առաջայթում, ծառայություններն իր տեղն է։ Ես այս հանգիստ իմ համար ոնց որ ամեն ինչ դրել եմ իր տեղը, ես կանգնել եմ մի կողմի վրա։ Եվ ինքը շատ սիրով էր նայում, չեմ ասի Աստված էր, չեմ ասի հրեշտակ էր, որտեվ ինքը չներկայացավ ով է ինքը, բայց ուղիղ հանդիմանություն, շատ սեր կար իր հայացքի մեջ, բայց հանդիմանական էր խոսում։ Ես առաջարկում եմ ձեզ, որ խոսքը անպայման վկայեք։ Ինչ կոչում որ ունենաս, ինչ ծառայություն որ ունես, մենք պիտի Քրիստոսին ներկայացնենք, թե խոսքով, թե քո խոսքով, թե քո ապրած կյանքով։ Դու պիտի Քրիստոսին ներկայացնես այս աշխարհի մեջ։ Դու պիտի ներկայացնես ով ես դու, ով է քո Տերը։ Մի ժամանակ գիտեք, sense մի բան ենք ասում։ Օրինակի համար ես գավառում մինչև ձեզ ճանաչելը, մինչև Հովիվ Ցոլակին ճանաչելը, մինչև խնամիլնելը, տենց ասած, ես շատ եմ գնացել առևտրի համար։ Պատկերացրեք, ես եկել եմ ձեր մեկի հետ խոսում եմ, հավատքից խոսում եմ ու ինքը քո հարևանն է։ Ինքը քո հարևանն է ու քո անունը տալիս է, ասում է, լսի, ինքն էլ է հավատացյալ։ Ասում եմ, դե ես չեմ ճանաչում։ Ասում է, եթե ինքը հավատացյալ է, ես իրանից լավ հավատացյալ եմ։ Չէ, լինում են, չէ, տես բաներ լինում են։ Ու մենք, որպես քրիստոնյա, շատ անգամ սկսում ենք սվաղ անել։ Դե գիտես ինչ կա, դու իրան մի նայի, դու նայի Հիսուսին, դու իրան մի նայի։ Ավետարանի մեջ տես տեղ չկա գրած։ Մենք այդ որտեղից ենք ճարել, գիտես ինչ որ խոսում ես սուրբ գրային պիտի լինի։ Այն ինչ որ դու ասում ես, արտահայտում ես, չէ, գիտես դու իրան մի նայի, դու Աստծուն նայի, չէ, հակառակը Աստված ասել է ձեզ են նայելը, որովհետև դուք եք աշխարհի աղը, դուք եք աշխարհի լույսը։ Մարդիկ պիտի տեսնեն քո միջի լույսը, մարդիկ պիտի տեսնեն քո միջի հույսը, մարդիկ պիտի համը հոտը պիտի տեսնեն։ Ինչի համար ասած լույս, որովհետև խավար աշխարհ է։ Ինչի համար ասած աղ, որովհետև շատ անհամ է ճաշը առանց աղի։ Եվ այսօր որպես քրիստոնյա, համով քրիստոնյա, դու պիտի աղ լինես այս աշխարհի մեջ համ տաս։ Եվ մարդիկ դա տեսնեն, հետո հարցնեն այն հույսի համար, որ դու ունես։ Եվ դրա համար սիրելիներս, այսօր մենակ ասելով չի։ Մենք քրիստոնյա ենք, մենք հավատքի մարդ ենք, չգիտեմ, մենք Հիսուսին ճանաչում ենք, բայց Աստված մեզանից է պահանջում։ Աստված ուզում է ինձանով ու քեզանով համը հոտը տա, թե երիտասարդները, թե բոլորիս, դա բոլորիս է վերաբերվում։ Եվ ես ինչ եմ դա քաջալերում ձեզ, ապրեք իսկապես բոլորս իրար հետ ապրենք քրիստոնյա վայել կյանք։ Թող մարդիկ տեսնեն, եւ տեսնեն այն կյանքը, որ դու ունես։ Ինչի համար ես դու Աստծուն, ինչ ա եղել քո կյանքի հետ, ինչն ա փոխվել կյանքիդ մեջ։ Մի հոգի սենց էր ասում, կիսուրից շատ էր բողոքում, ասում էր իմ կիսուրը հավիտյանս հավիտենից Հիսուսի նման չի փոխվում։ Այսինքն չի ապաշխարում էլի։ Ոնց կար, այդ ժամանակելերը տենց, եկեղեցի էլա գալիս է տենց, դրսում էլա տենց։ Թեկուզ թող հարցերը չուրախանան, որովհետև հարցներին էլ են տենց ասում շատ անգամ։ Եվ դրա համար տեսեք սիրելիներ, ես այսօր այս հələ չեմ սկսել, պատգամս։ Չուրախանակ, որ շուտ եկեք, ես ավելի հեռվից եմ եկել, չուրախանակ, որ շուտ կբրձնեմ։ Ճշմարիտ զոհ, որի վրա իշխում է Աստծո կրակը։ Սա է վերնագիրը, որ ուզում եմ այսօր այդ պատգամը տամ։ Ճշմարիտ զոհ, որի վրա իշխում է Աստծո կրակը։ Գիտեք, մեր բոլորիս ներսում մի հատ զոհասեղան կա, որի վրա Աստված ուզում է ամեն օր դու զոհ ունենաս։ Ամեն օր։
Այն ֆինանսը, ես ֆինանսի մասին չեմ խոսում, ֆինանսը ամենափոքր բանն է, որ այս զոհասեղանի վրա պիտի լինի։ Ավելի մեծ բաներ կան, որ այս զոհասեղանի վրա պիտի լինի։ Քո մարմնավոր ցանկությունները պիտի այս զոհասեղանի վրա լինեն։ Այդ այրվում է այդ կրակը, եւ Աստված քեզանից լիքը բաներ է ուզում, որ այս զոհասեղանի վրա լինի։ Ամենաուժեղ զոհերից մեկը գիտես, որն է ժամանակն է, որ շատ անգամ մենք չենք ուզում զոհաբերենք դա։ Մենք գալիս ենք կարամ եկեղեցի, վերջը, մեր եկեղեցուց հետո մեր բոլոր ժամանակը մեր համար է։ Մեր համար է։ Չես հավատում։ Մի հատ հələ գնատես, ասենք 24 ժամ է, օրը, ճիշտ է, թե Քյավառում 25 է։ 24 ժամ է, չէ՞, հələ հաշվի քանի ժամն ես քնած, հələ հաշվի քանի ժամն ես հաց ուտելու վրա, աշխատելու վրա, Facebook-ների մեջ, սուրբ հեռախոսների մեջ, քանի ժամ ես կոֆեի հետ, քանի ժամ ես քո ընկերների հետ, քանի վայրկյան ես Աստծո հետ։ Ճիշտ զոհ է ուզում Աստված ինձնից ու քեզանից։ Ովքեր են ուզում, որ աղոթեն հիվանդություններ բժշկվի։ Բայց դու պատրաստ ես զոհես։ Դու պատրաստ ես ժամանակը հանես զոհասեղանի վրա։ Պատրաստ ես ժամերով աղոթքի հետաս, պատրաստ ես օրերով ծոմերի մեջ մնաս, պատրաստ ես հեռախոսը Սուրբ Հոգին ասի, ես քեզ այսօրվա զոհդ սա պիտի լինի։ Երկու օր հեռախոս չմիացնես։ Երկու ժամ, դուք չեք զգում, որ մենք մի հատ ուրիշ մարմին էլ այլ է մեր վրա, հեռախոսն է, ասենք, մեզի թվում է, թե մենք 5-10 մատ ունենք, բայց 11 հատ է։ Եթե դու էթում ես դուրս, մեկ էլ ինչ-որ մեկը քեզ ասում են, բան ես մոռացել, հեռախոսդ, որ մոռանում ես, մի հատ ներսդ ոնց որ մի հատ զնգա, հետ գնա ու վերցրու։ Հիմա տեսեք, մենք շատ բան ենք ուզում, բայց ուզում եմ մի անձնավորության մասին խոսեմ, որը շատ ճանաչված հավատքի մարդ, հզոր մարդ է, որը Աբրահամն է, Ծննդոց 22 գլուխ։ Տեսեք սիրելիներ, այս անձնավորությունը ինքը երեխա չէր ունենում, երեխա չուներ։ Աստված իրան խոստացավ, որ երեխա տա։ Հիշում եք այդ պատմությունը, ովքեր որ Աստվածաշունչ գիտեք, չէ՞, ունեք Աստվածաշունչ, գիտեք, բոլորդ ունեք ու գիտեք, թե դա եւ այդ ժամանակ, երբ որ Աստված իրան խոստացավ, խոստումից հետո 25 տարի անց նոր երեխա է տվել։ Որ մեկս այդքան կդիմանար։ Հիմիկվա բամբասող կանայք գիտեք ոնց են, հələ ամուսնացել են մի ամիս չի անցել, իրար հետ փսփսում են, հա, բան չկա։ Աղջի, որից է։ Մտնում են ուրիշի ընտանիքներ, խառնում են, փչացնում են, հետենց չի, երևի Գավառում լրիվ սուրբ են։ Եվ տեսեք, 25 տարի մարդը պետք է սպասի, ու ինքը չգիտի, որ 25 տարի, ինքը ասել է երեխա կտամ, իսկ չգիտեր, բայց 25 տարի Աստված տվեց իրան երեխա։ Դրանից հետո, ինչ որ մի ժամանակ, այս երեխան մեծացավ, ու մեկ էլ Տերը հայտնվավ, ասաց, այդ երեխատ պետք է զոհես։ Գիտես, ըստ զոհը Իսահակի մասին չի, այստեղ զոհը, ճիշտ զոհը, հնազանդությունն է առաջինը։ Աստված ուզում էր իր հնազանդությունն էր ուզում տեսներ, բայց ուզում եմ նաև մի բան ասեմ, ին մի կողմից մենք մոտիկանանք։ Ինչի Աստված չգիտեր, որ ինքը կզոհաբերի։ Էդում էր ուզում ապացուցել, որ մեկը կա, որ ինձ հնազանդ է։ Աշխարհիկ մարդիկ դա չէին հասկանում։ Մի հատ հոգևոր աշխարհ կա, որ այդ հոգևոր աշխարհը նայում էր այդ ամեն ինչին։ Սատանան էր նայում, հրեշտակներն էին նայում, երկրի վրա մի հոգի կա, իրան միացին որդուն, տանունա զոհասեղան։ Գիտես Աբրահամի, որ կարդում ես, չեմ ուզում այդ ամբողջը տենց կարդամ, որ կարդում ես իր մասին, հետաքրքիրն է, որ այս անձնավորությունը սկի կնգանել չհարցրեց։ Որտեվ շատ ժամ կներեք քուրեր ջան, շատ ժամանակ քուրերս խանգարում են, որ տղամարդը ճիշտ զոհաբերություն անի։ Եվ դրա համար սկի չհարցրեց, ուր այթում լացը կոծը գցելու էր եւ ճիշտ էլ կաներ իմ կարծիքով։ Այդ ինչ ես անում, Աբրահամ։ Կարող
Ինչ ես կարծում, Աբրահամ, Աստված, այդ Աստված չի։ Աբրահամ, այդ Աստված չի, կնոջ տեղից եմ խոսում, հա։ Ավետարանում չկա տես բան։ Եթե ասեր, կինեք ասեր, դա Աստված չի, Աբրահամ ջան, խելքդ մի հատ հավաքի գլուխդ Աստված քեզ, Իսահակով պիտի, օրհնի, ազգեր պիտի լինեն։ Դու ասում ես Աստված, հա։ Եվ ոնց պետք է լսել։ Ես մեկ-մեկ մտածում եմ, ես հավատքի այդ գեներալի մասին ասում եմ, ես ինչքան լսողություն ունեիր դու Աբրահամ։ Այդ ինչ տեսակ լսողություն էր, որ դու հասկացար Աստվածը ասում քեզ։ Գիտեք, մենք ստեղ երևի 90%-ը ծնողներ ենք։ 30 հլա ասեք քուրեր, եղբայրներ ջան, որի երեխայի տաքությունը 37-ից չի բարձրանում, չի խառնվում իրար։ 36-ից հետո չէ խառնվում ես իրար։ Զոհաբերություն, գիտես հեշտ էր, դուք ասում եք լավ, դե Աբրահամն էր, հզոր մարդ էր, վերջը։ Կներեք, Աբրահամը իմ ու քո պես մարդ ա եղել։ Ինքը հեշտակի թևեր չի ունեցել։ Եվ տեսեք, ինքը որ տանում է զոհաբերության, որ տանում է որպեսզի զոհաբերի, Աստված իրան կանգնեցրեց հենց այն ժամանակ, չգիտեմ ինչքանով է ճիշտ ասում են, որ այս տղամարդկանց որ էսի կա, սրան ինչ եք ասում, չգիտեմ։ Ասում են այդ ժամանակը այլ է, դանակը մինչև ընդ է հասել է, ասենց են ասում, որ ավետարանում չկա, չեմ պնդում, ասածս, օրինակ հնարավոր է հрьяաների ինչ որ գրականության մեջ կա։ Հիմա տեսեք, բայց այդ զոհաբերության ժամանակ Աստված կանգնեցրեց իրան, տեսնելով իր հնազանդությունը։ Այսօր ինչ ես կարծում Աստված քեզանից հնազանդություն ուզում է, թե չի ուզում։ Ինչի մեջ է ուզում հնազանդություն։ Քո տեղում, այն տեղը, որտեղ քո պատասխանատվության տեղն է, այդտեղից սկսվում է քո հնազանդությունը։ Գիտեք, որ ասում են հնազանդություն, մենակ քույրիկներ ինչ են ասում, քուրեր ջան, հնազանդ եղեք տղամարդկանց, չէ՞։ Նրա մասին դուք գիտեք ավետարանից, ես դրա մասին չեմ ասում։ Այնտեղից, որտեղից սկսվում է քո պատասխանատվությունը, այնտեղից սկսվում է քո հնազանդությունը։ Ամեն ինչի մեջ քո հնազանդությունը պիտի լինի։ Գիտեք, շատերը մտածում են այդ հնազանդությունը խեղճությունն է, որ գլուխդ կախում ես, չգիտեմ, ինչ որ մի բան։ Չէ, դա չի, հնազանդությունը, դա մի հատ ճշմարիտ զոհ է Աստծո առաջ։ Ես հնազանդում եմ, որտեղ իմ Աստվածը տենց ասե։ Ես հնազանդում եմ խոսքին, որտեղ իմ Տերն էս ասե։ Ես անում եմ դա, ոչ թե օրենքի կողմից ելնելով, այլ որ իմ Աստվածն է տենց ասե։ Ինչ կասեն մարդիկ, ինչ չի հետաքրքրում։ Մարդկանց կարծիքը, ես 30 տարվա հավատքի մարդ եմ, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Նա մանավանդ հոգևոր ընթացքի մեջ ամեն ավելորդ խոսակցությունները կամ ինչ որ ուզում են խոսում են։ Ես ուզում եմ իրան հաճեցնել, ոչ թե մարդկանց։ Եթե ես մարդկանց լսեի, ես այսօր Աստծո մարդ չպիտի լինեի։ Կամ իմ ընկերներին լսեի, եւ որ Աստված ինձ կանչեց, ինչ ուզես ասում էին։ Ասում են դու այ մարդ հետո մեկ-մեկը հենց են փառավորում քեզ, չէ, դու այդ տղեն ես, ոնց որ մի հատ վատ քայլի ես այդում։ Եվ տեսեք հնազանդությունը դա մի հատ զոհ է։ Ավետարանն ասում է հնազանդությունը ճարպերից, այն զոհերից ավելին է։ Աստված ուզում է հնազանդություն։ Առաջի քայլերից մեկը, Աստված ուզում է ճիշտ քո զոհասեղանի վրա այդ հնազանդությունը լինի։ Հնարավոր է որ դա քեզ խնդիրները ստեղծի։ Ոնց կարա խնդիրը ստեղծի։ Օրինակի համար առաջի անգամ որ ես ձեր մոտ պատգամ եմ տվել կարծեմ իմ վկայությունը տվել եմ որ պատճառը որ մենք ապաշխարում ենք իմ մայրն ա եղել եւ ինքը երկար տարիներ աղոթել ա մեր համար մենք երկու քուր երկու աղբեր ենք եւ ես որ բանակում էի ինքը աղոթում էր ինքը արդեն հավատքի մարդ էր 90-ականներից մեկից հետո է ապաշխարել ինքը Իմ աղբերս էլ արդեն բանակից եկել էր տաններ, քույրերս ամուսնացել էին, ինքը աղոթում էր, ինքը չարչարում էր, ինա հնազանդությունը Աստծուն բերելով, ամեն անգամ ինքը աղոթում էր, բայց դրա համար գիտեք ինչով էր ինքը վճարում, ծեծ ուտելով, սովորական, հերս իրան ջարդում էր դրա համար, մազերից բռնում էր, տալիս էր պատին, ասում էր դու պիտի չեթաս, դու պիտի չլնես հավատացյալ, Եվ այդ ջարդերից հետո ինքը ասում էր արունը մաքրում է երեսիցս, ասում էր հենց պրզնում էր, հանգստանում էր, պապիրոզա հենց դնում էր բերանը, մտածում էր մի քիչ խաղաղվա, ասում էր կարամ այդ համ։ Բայց գիտեք ինչ կա։ Հիմիկվա հավատքի մարդիկ հենց մի հատ խնդիրը լինում է, ասում վայ հենց անեմ հանգարց, բան չասեն, էս իմ անձից,
Ես չեմ ասում ծեծ ուտես, ջարդ ուտես, որ եթաս եկեղեցի, ես դրա մասին չեմ ասում, բայց քո հնազանդությունը Աստծուն առաջինը պիտի լինի, եւ դա մեծ զոհաբերություն է, սիրելիներ։ Եվ պատճառը դարձավ այդ ամենից հետո, որ ես էլ չէի եկել, եղբայրս դարձի եկա։ Դրանից հետո եկա ինքը սկսեց ինձ Աստծո խոսք խոսալ եւ ես դարձի եկա։ Գիտեք, այս վերջում մի հատ հետաքրքիր բան էլ, մի 2 տարի առաջ էր, ես գիտեմ, որ Աստված այդ հնազանդությունից հետո ավելին ունի քո համար։ Ես իմ մորս հարց տվի, ասի մամ, դու որ աղոթում էիր, հավատում էիր, որ ես հավատացյալ կդառնամ, ասաց, հա, տղա ջան, ոչ չէի հավատում։ Ասում եմ, բայց հավատում էիր, որ կլնեմ քո հովիվը։ Ասաց, չէ, տղա ջան, այսքան չէի հավատում։ Հիմա նայեք, Աստված ինքը ուղղակի ուզում էր մենք դարձի գանք, բայց Աստված ավելին արեց։ Հիմա դու ուզում ես, որ քո ամուսինը, քո տղեն, սիրելի մայրեր, այո, Աստծո համար դա հնարավոր է, բայց ավելին ուզի։ Հիմիկ վանից հրճակումը ոչ թե պիտի ինքը դարձի գա, այլ ես պիտի տենամ այս գիրքը իր թևի տակ ինքը ավետարանիչ դառնա, ինքը Աստծո խոսքը խավար սրտերին դանի, ավելին ուզի Աստծուց։ Մենակ մի խնդրեք, մեջքս մի քիչ ցավում է, Տեր ջան, կարա մի բան անես։ Այ մարդ այդ մեջքը կդիմանա մինչև Տիրոջ գալուստը։ Մարդիկ չեն դիմանում։ Մինչև այսօր 78 տարեկան է մայրս, հայրս մահացել է, ուրեմն մինչև այսօր հանգարց յուղում մի հատ հիվանդ լինի, տարիքով մարդ լինի, որ ասում են կմահանա, հաջորդ օր իրան ստաննա։ Ասում մեղ կա այս մարդ, առանց Քրիստոսի թող ինքը չգնա։ Եվ տեսեք, ես ինչի համար եմ դա ասում ձեզ, սիրելիներ, հնազանդությունը, իր հնազանդությունը բերեց դրան, որ մենք հետո քույրերս դարձ եկան, հիմա մենք 4-ով էլ ապաշխարում ենք, մեր ընտանիքները, ինչպես որ գիտեք, մեր երեխեքը ապաշխարում են, բոլորն ապաշխարում են, մի քրոջս հարցները ապաշխարում են, գիտես, ես դրա համար շատ եմ ուրախանում, որտեղ մեկը կար, որ ինքը քայլ արեց, մեկը կար, որ ինքը զոհաբերություն արեց, իր հնազանդությունը դրեց զոհասեղանի վրա, իր անձը դրեց զոհասեղանի վրա, ոչինչ թող չարչարվի, ոչինչ թող անարգվի այս մարմինը, բայց իմ ազգուտակը թող դարձի գան, թող իմ սերունդը օրհնված լինի։ Եվ այսօր որ իմ թորնիկը, որ այստեղ նստած է, մեր երրորդ սերունդն է, որի համար ես շատ եմ ուրախանում։ Եվ ես ուրախանում եմ, բայց ումից է սկսվել դա։ Իմ ծնողից է սկսվել։ Եվ ես ինչ եմ ուզում ասեմ, ամեն բանի մեջ հնազանդությունը դեր Տիրոջ առաջ։ Ինչ կասեն մարդիկ, ինչ չեն ասի իրանք, ես չեմ, բայց ինչ է ասում իմ Աստվածը։ Իմ Աստվածը ինչ է ասում։ Դու պետք է շատ հնազանդ լինես։ Տեսեք, չթողես, որպեսզի Իսահակը զոհաբերվի։ Ճիշտ է, Աբրահամի միակ երեխան էր, այն ժամանակ հələ որ միակն էր, չհաշված Իսմայելին, Սարայից ունեցածը, բայց ինքը արդեն այնտես զոհը ուներ, մացառներում կապնված, եւ դա խորհրդանշում է Քրիստոսին։ Ինքը չթողեց Աբրահամը զոհաբերի իր որդուն, բայց ինքը զոհաբերեց։ Զոհաբերեց, որ ինձ ու քեզ ունենա, հա? Զոհաբերեց։ Հիմա ուզում եմ քեզ ասեմ, քո հնազանդությունը ինչ մակարդակի վրա է։ Հիմա կասես, լավ, ինչ ձևի ես կարամ հասկանամ, ես հնազանդեմ թե չէ Աստծուն։ Քանի անգամ Սուրբ Հոգին քեզ ասե, գնա աղոթքի, ասել ես մի քիչ հետո ամաններս լվանամ նոր, ավտոս սարքեմ հետո, լավ եկեղեցում աղոթում եմ, քանի անգամ Սուրբ Հոգին քեզ ասե, հենց հիմա հելի եւ ավետարան կարդա, ու դու չես կարդացե, ու դու մտածում ես, էդի Սուրբ Հոգին չի, Սուրբ Հոգին է, դու չես, ես մի քիչ էլ ավելի շատ մանրանամ, մենք մեզի կգտնենք, որ շատ անհնազանդ մարդիկ ենք։ Քանի անգամ Տերն ասե գնա եկեղեցի, ասել ես Տեր, այսօր հյուրեր ունենք, ինչ կլինի։ Այն ինչ է խանգարում, որ ես մի օր չետամ, հո պատից քարը չեն գա, չէ պատից քարը չի գնում, դու ես են գնում։ Գիտեք, ոչ մի անգամ պատգամները չեն կրկնվում, կարող է նման լինեն, բայց չեն կրկնվում։ Եվ ես դրա համար ինչի համար եմ ասում, ամեն անգամ, երբ որ դու եկեղեցի ես գնում, երբ որ դու ավետարան ես վերցնում քո ձեռքին, երբ որ քո ծունկերը ծռվում են Աստծո առաջ, Սուրբ Հոգին քո հոգևոր տան վրա մի հատ քարել ավելացնում։ Շինարարություն է անում։ Եվ դու գիտեք, մի անգամից դες ուզում ես դες զորավոր մարդ լինես, որ ես հարց եմ տալի, ասում ես, հա, ուզում եմ, ձեռս դնեմ, մեռել նլնի կանգնի։ Հա լավ ես անում, բայց պայման կա դրա համար։ Դրա համար պայման կա, գիտեք, ինչ պայման ունի Աստված։ Գիտես, մենք բոլորս գիտենք, որ մենք շնորհքով փրկված ենք, դա Աստծո ողորմությունն է, բայց օծության համար դու գին պետք է վճարես։ Զորավոր մարդ լինելու համար դու գին պետք է վճարես։ Իսկ գին վճարելու, այդ գինը վճարվելու ժամանակ զոհ է պահանջվում, որը նաև քո ժամանակն է։
Հիմա ես որ քեզ ասեմ ինչքան ժամանակ ես դու աղոտ կանում։ Ես մի հոգի գիտեմ, ես հələ որ այտենց չեմ դրան չեմ հասե, մի հոգի գիտեմ 7 ժամ աղոտքի մեջ է։ Հիմա կասես 7 ժամ ինչ է աղոթում ես մարդ։ Տեր դու, Տեր ես արա, Տերի այն արա, չէ։ Ինքը աղոթում է իր ձեռքի մեջ Սուրբ Գիրքն է, ինքը լիք հայտնություններ է ունենում, ինքը Սուրբ Հոգով է աղոթում, ժամերով ինքը աղոթքի մեջ է, ինքը շատ զորավոր մարդ է։ Եվ տեսեք, ինչն է պատճառ լինում դրան հասնելու։ Մինչև ընդ է որպեսի դու որ հասնես, մինչև ընդ է որ դու աղոթես sense բաներ լինի, դու պետք է ունենաս քո հնազանդությունը։ Ինչքան հնազանդ մարդ ես։ Օրինակ երիտասարդներին հարց եմ տալի. ինչքան հնազանդ եք ձեր ծնողներին։ Ինչքան հնազանդ ես դու։ Օրինակ մենք գիտենք, մտենց ենք մտածում, որ անհնազանդությունը սավուղի պես անհնազանդ պիտի լինենք, չէ։ Քանի անգամ է քո ծնողը քեզի մի բան ասե, 5 ժամ հետո ես արել։ Հա երիտասարդներին եմ ասում, տղաներին ու աղջիկներին։ Քանի անգամ են քեզ խնդրել, որ մի բան անես, կամ հույվդ մի բան ասե, օրերով։ Իդի անհնազանդություն ա կասես, եղբայր ջան, բա իհարկե բա գիտես անհնազանդությունը պոչով ալնում։ Անհնազանդությունը տենց է սկսվում։ Ուզում ես Աստված քեզ վստահի բաներ։ Հնազանդությունից դա սկսվում։ Քո խոնարհությունից դա սկսվում։ Այնտեղից է սկսվում, որ հետո Աստված քեզ, օրինակի համար, Աստված քեզ բան ունի ասելու։ Ամբողջ օրը վազում ես, չէ՞։ Ամբողջ օրը վազում ես։ Ես ինքս աշխատող մարդ եմ ու շատ աշխատող մարդ եմ։ Բայց ամբողջ օրը վազում ես, Աստված վազի հետևից ասի, մի հատ սպասի բան եմ ասում, չէ։ Ասում է, երբ որ եկավ Ադամի մոտ Տերը, ասաց Ադամ ուր ես։ Քո կարծիքով Աստված չգիտեր Ադամը, որ ծառի տակ է պաղկվում, պաղկվոցի էին խաղում, հա։ Ասաց Ադամ ուր ես։ Այն տեղը, որ ես քեզ դրիմ, այդ տեղում ես թե չէ։ Աստված քեզ այն տեղը, որ դրել է, դու այդ տեղում ես թե չէ։ Ինչի մեջ որ կանչել է, դու դրա մեջ ես թե չէ։ Ինչ կոչման մեջ կանչել է, դու դրա մեջ ես թե չէ։ Ուխտեր ես արել Տիրոջը, դու դրա մեջ ես թե չէ։ Ըստ երևի շատ-շատերը մկրտված եք։ Այդ մկրտության ժամանակ գիտես ինչ լավ հավեսով ուխտեր էիր անում։ Քանի անգամ ես դրժե այդ ուխտերը, չգիտեմ։ Դու գիտես ու Աստված գիտի։ Քո հնազանդությունը Աստծո առաջ ինչ աստիճան է։ Եթե օրինակ 10-ից մինչև 0 հաշվենք, ինչ աստիճան է, դու քո մեջ դա արա, ես չգիտեմ։ Ուղղակի դու գնա նստի տունը այսօր կամ հիմա եթե Սուրբ Հոգին քո հետ խոսում է, ուղղակի ասա Տեր, ես հնազանդ եմ։ Ես հնազանդություն կա իմ մեջ, թե չկա։ Ինչ աստիճանի վրա է։ Տեսեք, օրհնությունները, երբ որ Աբրահամը հնազանդվավ Աստծուն եւ կրակ իջավ երկնքից։ Այսինքն կրակ դուք մի մտածեք, որ երկնքից հենց ոնց որ Եղիան իջացրեց, այտենց պետք է կրակ լինի։ Եվ որ դու հնազանդության մեջ ես լինում, դու կրակը զգում ես քո կյանքի մեջ։ Զգում ես Սուրբ Հոգու շոշափելի ձեռքը քո կյանքի մեջ։ Ես ուզում եմ Սուրբ Հոգին իմ հետ լինի, բայց Աստված պայման ունի։ Ասում է, եթե սա անես, սա կլինի քո կյանքի մեջ։ Սա նորից եմ ասում, սա փրկությանը չի վերաբերվում։ Սա փրկության հետ կապ չունի։ Բայց սա կապ ունի, թե Աստված քեզ ինչքան պիտի գործածի։ Ինչքան ժամ ես տալի դու Աստծուն։ Քո հնազանդության մեջ։ Եղել է որ աղոթ կանես ասես Տեր, ինչ ես ուզում այսօր անեմ ես։ Առավոտը հելել ես, չէ՞։ Առավոտը ելնում ենք, մի անգամ ես ձեռներս հետ մա կոֆեի ջազվային, չէ՞։ Մի անգամ իսկ կոֆե ենք դնում, որտեղ մենք եթե կոֆե չխմենք, մեր գլուխը կցավա։ Բայց եթե դու ավետարանը չես կարդում, որտեղ դա ցավում, թե չի էլ ցավում, հարմարվում ես։ Ես այդ կետին էլ չհասնեմ, որ պիտի չհարմարվես այն իրավիճակի, որ մեջ որ դու ես։ Բայց երբևէ աղոթ կանում ես ասես Տեր, կամ եկեղեցի գալուց, երբևէ մտածել ես, միտքեր եմ ես ձեզ դալի։ Օրինակ մտածել ես ասես Տեր, այսօր ինչ ասես կանեմ։ Թե վախենում ես հանգարց Տերը կասի տղա ջան, այն քրոջ այն եղբորեք տենում ես, ասես հա, իրան այսօր օրհնի 5000 դրամ։ Լավ է Տեր ջան։ Ես ասի հնազանդվենք, ոչ ասի տենց։ Միտեղ ծառայում է սենց։ Ասում ես, իսկ մտածում եք տենց բաներ անեք, որովհետև կարող է մեկը աղոթքով է եկել եւ դու պիտի Աստված քեզ ասում է մեկին օրհնի կամ գնա օգնի, այտենց ասում եմ եկեղեցում մեկ էլ եթե ասում եմ որ ստենես մարդ չլինի որ տես բան անի էլի մեկ էլ
Լավա եկեղեցու կես արդեն գնացել են աղոթք եմ անում ժողովրդի համար, մեկ էլ մի հատ եղբայր։ Իմ ընկերն է շատ մտերիմ ենք իրար հետ, այն կողմից եկավ, փողը մտցրեց ջեբս։ Ասի այ ախպեր, ես ինչ ես անում։ Ասաց ապեր, կներեք ես խոսքս, ասաց էսի մեղրի փողն է։ Հասի պետք է բեմի վրա տայիր մեղրի փողը։ Հետո հանի քանի մարդ կայնացին, ասի Ժորժ ջան, այս փողը մեղրի փող էր, Հիմա տեսեք, դու որ էթում ես եկեղեցի, իսկ մտածում ես կամ լավ, միտեղ էթում ես, Տեր ուզում եմ այսօր մեկին օրհնեմ։ Ինչ ես ասում Տեր։ Անում եք։ Սկսեք, գիտեք ինչ կա, լսեք Աստծուն։ Որտեղ ավետարանը գիտեք ինչ ասում։ Տերն ասաց իմ գառներն իմ ձայնը լսում են։ Ես համարում եմ, որ մենք գառ ենք։ Մեր եղբայրների հետ մեկի հետ էթում ենք, մեկը ավտո քշելուց էս չղայնացավ, այդ շատ վատ քշեց, այդ մարդն ասաց ոչխար, իրան ավտոյի միջից, ասի ախպերս, ինքը ոչխար չի, իմ կարծիքով մենք էինք ոչխարներ, իրանք այծերն են։ Հիմա տեսեք, մեր Տերն ասաց, որ գառները իմ ձայնը լսում են, սկսեք լսել Աստծուն։ Հիմա մի վախեցեք, սխալ կարող է հանկարծ ուրիշ ձայն, գայլի ձայն լսեմ, էլի գեյովա էլի, գայլի ձայն լսեմ, չէ, դու համարում ես քեզ Աստծո որդի, եթե դու Աստծո որդի ես, դու պետք է արդեն սկսես լսել քո Աստծուն, Աստված ինչ է ուզում քեզանից այսօր։ Այսօր եկել ես եկեղեց, լավ, ստեից պետք է եթաստում։ Օրինակ Տերն ասում է, Սուրբ Հոգին քեզ ասում է այսօր տատիկիդ հետ կամ մորդ հետ կամ հորդ հետ կամ հարևանիդ հետ, չգիտեմ, դες մարդ կա հիմա ձեր մեջ թե չէ, վատ վարվեցիր նոր եկա։ Ես էթում եմ հավաքույթ, ինչ ուզում եք արեք։ Չէ, այտենց հավաքույթ գնացողներ են ելնում։ Շպրտում ամեն ինչ տուն, ես էթում եմ հավաքույթ։ Սուրբ Հոգին օրինակ քեզ ասում է, որ գնաս ներողություն կխնդրես։ Հնազանդվի այդ խոսքին, հա։ Ամուսնուդ հետ երեք լավ չէիր խոսել։ Մի հատ ներողություն խնդրի։ Այս շատ անգամ չի թողում մեր հպարտությունը, այն որ ասում ենք սիրտներս բացենք, դե մեր սիրտը բացում ենք քո առաջ, փառաբանության ժամանակ ասում ենք, չէ՞ շատ։ Գիտես ոնց են սիրտ բացում, ներողություն խնդրելով։ Այսինքն ինչն է արգելում, որ Տերը գա իմ կյանքի մեջ, ինչն է արգելում, որ գա չներելը օրինակի համար։ Տերն ասում է, Զավակ ջան, դու պետք է ներես, գնա ներողություն խնդրի։ Լավ, մեկ է շատ սխալ ես վարվել։ Այս վեր թարմը մի բան ասեմ, այս վերջերում մի հոգի զանգեց ինձ ինչ-որ բաների մեջ մեղադրեց, իսկ չգիտես էլ որ եկեղեցուց է, դրա համար չեմ կարում ասեմ որտեղից է, ասաց, մեղադրեց այս բանի մեջ, որ կյանքում չեմ արել, այսինքն տարբերության մեջ էր, որ ես տարբերություն եմ դնում եկեղեցում, որ երբեք դա չի եղել իմ կյանքի մեջ, ես էլ վերջը, նես չեղա, որ արդարացա, ասի սխալ ես ասում ու վերջ, առավոտ զանգեց, ներողություն ա խնդրում, բա կներես ընձի, սխալվա, ես երեք հո էդ ճիշտ չխոսացի, հո չես նեղացե, ասի ճիշտ ասած չեմ նեղացե, որտև ես այդ մանկական տարիքից դուրս եմ եկել, Աստված ինձի հանել այդ մանկական տարիքից։ Շատ անգամ մենք մանուկ ենք մնում, իսկ մանուկներին Աստված ոչ մի բան չի տալիս։ Ամեն, եթե դու դեռ կաթնակեր ես Պողոս Արաքյալն ասում, ես քեզ ոնց ասենք մսից պատմեմ, սիրելիներս, այն մարդիկ կներեք, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, եթե ձեր մեջ կան մարդիկ, որ ամեն մի հատ ստից, խոսքից նեղանում է, կներես, դու շատ մանուկ ես, Աստված ուզում է, որ դու մեծանաս, Աստված ուզում է մեծանաս, որ քեզի, որտեղ ոչ մեկս մի մատ երեխային դանակ չենք տալի, ժողովուրդ, դանակը կարևոր բան է, եւ դրա համար ասում եմ, որ հնազանդվեք, հաջորդ կետերից մեկը, որ ուզում եմ խոսամ, մի հարմարվիր այն իրավիճակները, վատ իրավիճակները, որի մեջ կաս, մի հարմարվիր, ուղղակի մի հարմարվիր։ Ուրեմն մի հատ անձնավորություն կար, այդ անձնավորությունը, առաջի մնացորդած մեջ է, այդ անձնավորությունը իր բախտը չեր բերել ծնված օրից, ուղղակի ծնված օրից, մնացորդած 4-րդ գլուխն է, առաջի մնացորդած 4-րդ գլխի մեջ է, այս մարդու ուրեմն բախտը չեր բերել 4-րդ գլուխ 10-րդ խոսք։ Անունը այս մարդուն ծնված օրից մի հատ այնց անուն էին տվել, որ այս մարդը երևի դրանից էր նեղվել,
Ոնց որ անունը դրել էին ցավով ծնեցի։ Անունը Գաբես էր։ Տրտմություն, ցավով ես ծնե։ Ոնց որ մեկը երեխա, ասում են երեխա, որ ունենում են, շատ ցավով են, չեմ մանում, ես չեմ բերել, չգիտեմ, բայց սենց են ասում։ Այդ ազնվորությունը, ասում է 9-րդ խոսքից կարդամ, Գաբես իր եղբայրներից արժանավոր էր, նրա մայրը նրա անունը Գաբես դրեց, դրա արժանավորը որն է, չգիտեմ, ցավով ծնեցի։ Գաբեսը մի օր մի հենց հասկանում է այդ ամեն իրավիճակները, այդ իրավիճակների հետ չի հարմարվում, ու այդ մի հատ աղոթք անում, շատ հետաքրքիր, շատ օրհնյալ աղոթք։ Ով թե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։ Հաջորդ կետը, որ ուզում եմ ասեմ, քո զահասեղանի վրա պիտի լինի ճիշտ աղոթք։ Հիմա տեսեք, սա չի մենակ ֆինանսների մասին չի, գիտեք, ես չեմ սիրում շատ այդ ֆինանսների մասին խոսալ, բայց հենց որ օրհնություն լսում ենք, մարդիկ մտածում են ֆինանս, կներեք, հարա լիքը ֆինանս ունենաս, բայց առողջություն չունենաս, ումա պետք է, իսկ առողջությունը դա օրհնություն է։ Տեսեք, ստեղ Գաբեսը խնդրում է Աստծուց, եթե իմ սահմանները մեծացներ, ինչի մեջ կարա Աստված քո սահմանները մեծացնի։ Օրինակ աղոթքի մեջ, ժամերը չեմ կարում, Տեր 5 րոպեից ավել չեմ կարում աղոթել, Տեր Աստված ձանձրանում եմ, ես ուզում եմ այդ իրավիճակի հետ չեմ հարմարվում, ուզում եմ ավելին Աստված ջան, իմ սահմանները ուզում եմ լայնանա, ես ուզում եմ Տեր, այդպես մի հատ աղոթք արա, կամ ասենք ինչ որ հիվանդություն ունես, եւ դրա ձեռը ոնց որ կրակն ես ընկե, ամեն անգամ նորից հիվանդ եմ, ասում ես Տեր, եթե ինձ օրհնեիր, օրհնության մեջ մնում է նաև առողջությունը սիրելիներ։ Այո, Աստվածանից չի քո հիվանդությունը։ Եթե դու հիվանդություն ունես, դա Աստծո կամքը չի, ես չեմ հավատում այդպես Աստծո։ Մեր հավատացած Աստվածը, եթե ես, Տերն ասում է, եթե դուք չար եք, բարի եք կամենում ձեր զավակներին, բա որ ես երկնավոր հայրը։ Հիմա նայ, շատ անգամ դու հարմարվել ես քո հիվանդությանը։ Այն միշնեք փեսես բժիշկա ասում է, մարդիկ են գալի, ճնշումը չափում ես, 200 է, ասում եմ, դու ոնց ես հիմա, ասում է, լավ եմ, գիտես ինքը բժշկական բանով, չգիտեմ բժշկա ձեր մեջ թե չէ, ասում է, էդի շատ վատ է, բայց ինքը հարմարվել է դրան, գիտես, մենք մեր կյանքում ասում են, չէ, ունակ հարց են տալի ճնշում ունես, հա ճնշում ունեմ, շաքարել ունեմ, էսել ունեմ, այնքան բան ունենք, որ իսկի աշխարհը չունի Այնքան այնց սեփականացրել, ես ունեմ, հարմարվել ես։ Ես չեմ ասում, գիտես ինչ կա հիմա, որ ես ճնշում չունեմ, ուրեմն քեզանից սուրբ եմ։ Չէ, ուղղակի դու հարմարվել ես, ժամանակը չի, որ Գաբեսի պես աղոթք անես։ Ասես Տեր, ինչ են ասում բժիշկները, չգիտեմ, բայց ինչ ես ասում դու։ Քո խոսքդ ավելի կարևոր է ու բարձրագույնն է իմ համար, ավելի արժեքավոր է, քան թե ինչ որ ասում են։ Այո, փառք Տիրոջը բժիշկների համար, շնորհակալ ենք Աստծուց իրանց համար։ Իրանք գտնում են տեղը, դու պիտի դրա դեմ պայքարես։ Հա? Իրանք շատ են օգնում մարդկանց, այո, Աստված օրհնի իրանց։ Իրանք ինչ որ բան որ գտնում են, դու դրա դեմ պիտի սկսես աղոթել։ Հնարավոր է եւ ճիշտ են ասում, բայց դու դրա դեմ աղոթի մի հարմարվի այդ իրավիճակներին։ Ասա Տեր իմ սահմանները ավելացրու։ Օրինակ ավետարանի չես։ Տեր իմ սահմաններն ավելացրու, ես ուզում եմ ցիցը տար մի հատ եղբայր ունեինք ուրեմն sense մի բան էր անում ինքը, ցցեր էր սարքում, ըլում էր սահմանները, խփում էր, ասում էր այս սահմանից իրավունք չունի թշնամին անցնի։ Իհարկե մեր հարևան թշնամու հետ էր ինքը։ Վրեն էլ գրում էր ու խփում էր ընդ իջնում գալիս է։ Ասում եմ հալալա քո հավատքին, այ մարդես, ասում եմ այս սահմանները դու ես անում, թե կառավարությունն է անում։ Դու ես գծում ծիծաղում էր։ Այսինքն մարդը հավատքից, ես չեմ ասում դու այսօր ելնես դες բան անես, այդ մարդը առել է մի բան Աստծուց որ անում է։ Բայց տեսեք, մի հարմարվիր քո սահմանները, ասա Տեր ընդարձակիր իմ սահմանները, հա? Հիմա տես այս ամբողջը որ դուք ունեք, այս օրհնությունն է ձեր համար, թե շենքը, թե բանը, բայց ասենք ես հովվի համար եմ ասում, դու Աստված տա, այսի ժամանակ գա, այսի օֆիս լինի ձեր համար։ Ավելի մեծը ունենաք, որի մեջ պետք է հազարավորներն ապաշխարեն, ամեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Եվ Աստված ասում է, տես ամենալավը էսա չէ, տես
Այս մարդը մի հատ իրավիճակի մեջ էր, ձեռքդ իմ վրա լիներ։ Կարաս ասես Տիրոջը, ասա ձեռքդ ինձ վրա լինի։ Ազատիր ինձ չարից։ Այսօր քեզ Աստված չարից ազատել է եւ հաջորդը ինչ ասում, ազատիր ինձ չարից, որպեսզի իմ տրտմություն չլինի։ Գիտես ինչ կա, տրտմությունը մի քիչ վատ բան է, մի հատ խնդիր ես ունենում, տրտմություն կա սրտիդ մեջ։ Բայց ժամանակը չի, որ այդ դուրս գաս այդ իրավիճակից, ասես Տեր, ես ուզում եմ դրա քայլ անել, ես ուզում եմ գնալ առաջ։ Լավ, ես չեմ ուզում դրա մեջ մնալ։ Իսկ լինում է, որ դու տրտմես, իմ հետ լնում է։ Արա առավոտ լնում ես, այնպես տրտում ես, չգիտես ինչ է կատարում, ինչ է եղել քո հետ, բայց շատ տրտում ես։ Բայց Տիրոջ առաջ արի ու ասա Տեր, վերցրու ես իմ տրտմությունը։ Եվ ամենահրաշքը սա է ասում, եւ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։ Աստծո կամքի համաձայն աղոթք էր անում։ Սիրելիներ, Աստծո կամքի համաձայն աղոթք արեք։ Զոհասեղանի վրա ճիշտ աղոթք դրեք։ Ճիշտ խունկ դիր։ Գիտես, մեկ տենում ես մարդիկ մենակ լավ մեքենա են ուզում։ Լավ ավտո ունենամ, չգիտեմ, վատ բան չես խնդրում, բայց դրանից ավելի կարևոր բան կա, ամենի փոքրն է, որ դու խնդրում ես։ Ավելին կա Աստված։ Ինչ ես ուզում։ Օրինակի համար Աստված ինչ ասաց Մովսեսին, նայիր, այս ամբողջը իմ ժողովրդին եմ տալու։ Հլում ես կանգնում ես, եթե բալկոն ունես ընդե, եթե դրսում կանգնում ես, ձեռքերդ մի հատ երկարի մի հատ գյուղի վրա ասում ես, Տեր, սա քո թագավորությունը թող հաստատվի այդ գյուղի մեջ։ Մեր սահմանները լայնացրու։ Սուրբ Հոգի արա այդ ամեն ինչը։ Ամեն։ Եվ այդ ճիշտ աղոթքը շատ կարևոր է, սիրելիներ, որ այս մարդը ճիշտ աղոթք բերես Տիրոջ առաջ եւ դա եղավ իր համար։ Հավատում եմ, որ քո համար էլ կլինի։ Վերջում մենք աղոթք ենք անելու։ Դու Տիրոջը պետք է ասես, Տեր, քո ձեռքդ իմ վրա լինի։ Տեր, ես ուզում եմ։ Տեր, ուզում եմ, որ դա լինի իմ հետ։ Խնդրում եմ, մի հատ այդ մարմնավոր բաները հələ դրեք միանի վրա։ Հոգևոր բաներ խնդրեք Աստծուց։ Գիտեք, ավետարանի մեջ գրված է, արքայություն խնդրի Աստծուց։ Արքայությունը խնդրի, երկնային բաներ խնդրի Աստծուց։ Այն մնացածը Աստված կտա քեզ։ Գիտես, այնպես մանր բաներ մի խնդրեք Աստծուց, որ գիտես Աստված չգիտի քեզ ինչա պետք։ Աստված գիտի քեզ ինչա պետք, թե չէ։ Աստված գիտի քեզ գումար պետքա, թե չէ։ Պարտադիր չի դու գումար խնդրես Աստծուց։ Ինքը գիտի ինչքան որ տալիս է հերիքա քո ապրելու համար։ Ես միլիոնատեր չեմ, բայց իմ համար օրհնությունը գիտես որն է, որ այսօր փորքել չեմ։ Դա մեծ օրհնություն է իմ համար։ Այն ինչ որ ունեմ, դրանով ես ապահոված եմ։ Բայց եթե Աստված կցանկանա ավելին տա, իսկ ասեմ չէ, լավ, չեմ ուզում, այդպես բան չեմ ասի։ Բայց տեսեք, շատ ճիշտ աղոթներ ունեցեք զոհասեղանի վրա։ Աստված տենում է, որ արժեքավոր բան ես դրել, փրկության, մեկի փրկության հարցն ես դրել։ Քո խնդիրներին արդեն քո մարմնավոր վիճակը այնքան վատ է, քո բնավորությունն այնքան վատ է։ Բերում ես դնում ես զոհասեղանի վրա, Տեր։ Ես ուզում եմ սա զոհասեղանի վրա լինի։ Թող ես այրվի, այն ինչ որ պետք է թող դա մնա, Տեր ջան։ Ամեն։ Եվ տեսեք, սա մի հատ հզոր բան է, որ մենք պիտի անենք։ Տեսեք, ուրեմն ճիշտ երկրպագության վրա գալիս է Աստծո կրակը։ Սիրելիներ, շատ հրաշալի երկրպագություն է։ Բայց ես ուզում եմ ես ձեզի մի բան ասեմ, թեկուզ ձեր հովիվը ասած կլինի։ Երկրպագության թիմը ձեր տեղը չի երկրպագելու։ Դու պետք է ինքդ երկրպագես։ Ամենալավագույնը, որ դու մտնում ես այստեղ, դու երկրպագում ես Աստծուն, ամենալավագույնը դա է։ Դու պետք է ամբողջ սրտով քո զոհասեղանի վրա Տիրոջը երկրպագությունը, երգելը երկրպագություն չի դեռ։ Երգելը ուղղակի դու կարող ես երգես։ Նայեք, խոսքը, որ հիմա ես ձեզ ասում եմ, այս խոսքը Աստծո համար չի, սա քո համար է։ Սա մեր համար է։ Բայց երկրպագության վրա, տեսեք, գործառակելոց մեջ 16:25-ը, որ մենք կարդում ենք, առաքյալներին բռնել էին, հիշում եք, շատերդ, իրանց բռնել էին, և իրանց ոտքերը, ձեռքերը կոճղերի մեջ էին դրել։ Այս մարդիկ սկսեցին երգել, այս մարդիկ այդ նեղության մեջ սկսեցին երկրպագել, ով կարա ասել, որ նեղության, դժվարության մեջ է, որ լավ հիվանդ ես, անդե ինքան հավեսով ես երգում, ես օրինակ իմ մոտ չի ստացվում, այն նեղության մեջ, որ ինքան խնդիրներ ունես, բայց արի ու տես, որ այդ ճիշտ երկրպագությունը ճեղքում է բերում։ Այդ ճիշտ երկրպագությունը
բանտերի դռները բացում, սիրելիներ։ Ճիշտ երկրպագությունը, թե քո երգն է, թե քո ապրած կյանքն է, քո ճիշտ երկրպագությունը դռներ կբացի զոհասեղանիդ վրա, որը քո ներսում է, սիրելիներ, ճիշտ երկրպագություն դիր։ Դու պիտի արժեքավորես, դու պիտի գնահատես, թե ում ես երկրպագում։ Դու ում առաջ ես, քո երկյուղը, քո այն աստվածահաճո կյանքը Աստծո առաջ ես ապրում։ Գիտեք Աբրահամին ինչ ասաց Աստված։ Ասաց իմ առջև վարվիր, իմ առջև ապրիր։ Գիտեք շատերը մտածում են եկեղեցում գալիս են շատ լավ են, շատ խելոք են։ Դրսում չգիտես ինչի, ինչ ուզում անում են։ Ինչի եկեղեցին ու խելոքը լինելու տեղ չի։ Դու Աստծո առաջ ես ապրում, մարդկանց առջև մի ապրեք, ժողովուրդ։ Առաջին Աստծո առաջ ապրիր։ Դու որ մենակ ես, դաշտում քայլում ես, Աստված տեսնում է քեզ։ Հա? Աստված գիտի կյանքդ։ Աստված սիրտդ գիտի, ամբողջ ապրուստդ գիտի, ամեն ինչից տեղյակ է։ Այն ինչ ես մտածում։ Կարող է հիմա դու մտածում ես, այս աղբերը երբ կպրզնի այդ հանգտում։ Դրանից էլ է խաբարինքը։ Գիտես? Այդպես մեղ չգործես։ Իզուր տեղը մեղ մի գործի նստած այդ տեղը։ Ժամանակին կպրզնեմ։ Տեսեք սիրելիներ, ճիշտ երկրպագությունը դռներ է բացում։ Նեղությանդ մեջ երկրպագիր Աստծո։ Դժվար է, բայց երկրպագիր, հա։ Կանգնիր Տիրոջ առաջ, թե երգով, թե քո ծոմապահությունով, թե քո ապրած կյանքով, ոչինչ, այս նեղությունը պիտի անցնեմ Տեր։ Նեղությունների մեջ, նեղություններ գիտեք ինչ են, սիրելիներ։ Նեղությունները քեզի բարձրացնող են։ Նեղությունների մեջ է մարդը աճում։ Ես այգի ունեմ, ահագի մեծ այգիներ ունեմ։ Գիտեք, այն ծառները, որ իրանք կան, այդ ծառները, ես որ իրանց, չգիտեմ, էտում եմ, գիտեք էտաներն ինչա, եւ որ իրանց ջրում եմ, գիտեք, այնքան հեշտ տեղեր կան, ծառներ կան, որ ես տնկված են, որ ես 15 օրը մեկ իրանց ջրում եմ։ Բայց ծառներ ունեմ, որ սարի վրա է, օրինակ, ես զարմանում եմ դրանք ոնց են աճում։ Այդ նեղությունների մեջ ինքը այնքան արմատ է գցել, որ ինքը հույսը չի դրել այն վրա, որտեղ այն դժվար տեղ է, ես չեմ կարող ընդ ջուր տանեմ։ Ինքը հույսը դրել է իր արմատներն ավելի խորը տանելու։ Այս 15 օրը մեկ ջրված ծառերը, եթե ես 20 օրը անցկացնեմ, թառամում են իրանք։ Բայց իրանց որ նայում ես միշտ ամբողջ տարին կան, ինչ որ կան։ Նեղությունների մեջ, նեղություններ թող քեզ քո դիրքից չգցեն, այլ նեղությունները թող քեզ ավելի մոտիկացնեն իրան։ Դժվարությունների դվազի իրա դուրը։ Հիվանդություն ունես, առաջինը իրա մոտ վազի, թե չէ գիտես դեղաման ավելի մոտիկ է, բայց դու իրա մոտ վազի։ Ես չեմ ասում սխալ է դեղ օգտագործելը, ժողովուրդ, ես ծայրահեղ մարդ չեմ, բայց իրա դեմ գնա մի հատ։ Նա ճիշտ քո երկրպագությունը բեր Տիրոջ առաջ։ Իմ Աստված ամեն ինչից դու տեղյակ ես։ Ամեն ինչ դու գիտես։ Եվ ես ուզում եմ, որ Տեր ջան, որպեսզի Եփեսացիների 5:2-ում ճշմարիտ անուշահոտ ասում է զոհին հավանում է Աստված։ Անուշահոտ զոհ Տիրոջ առջև պետք է անես։ Եվ Աստված մեր համար դա արել է։ Պատարակ եղավ, զոհ եղավ, որպեսզի ես ու դու այսօր կանգնենք, առանց ամոթի կանգնենք մեր Տիրոջ առաջ, սիրելիներ։ Փառք Իրան, շնորհակալ ենք Աստծուց։ Հաջորդ կետերից մեկը ուզում եմ միանձնավորության մասին, նաև հիշացնեմ ձեզի Եղիայի մասին, որ այդ անձնավորությունը կարծես թե մենակ էր մնացել։ Ինքը մենակ էր մնացել։ Ես ինչքան նայել եմ, չգիտեմ, իմ Աստվածաշնչի մեջ գրված չի, որ Աստված իրան ասաց, գնա աղոտ կարա թո երկնքից կրակ իջնի զոհի վրա։ Ինքը այնքան հավատքով, այնքան զորավոր մարդ էր, գնաց մի օր կանգնավ Իսրայել ժողովրդի առաջ, ասաց, լսեք, եթե Բահաղն է Աստված, գնացեք, բերեք լրիվս իրար հետ, այդքան իրան պաշտենք։ Եթե Եհովան է Աստվածը, բերեք իրան պաշտենք, ինչ եք երկու ոտի վրա կաղում։ Ասաց 400 մարգարե ունեք, ձեր այդ Բահաղ կոչվածին, կանչեք, գնացին, բերին անասունը, կտրեցին վիզը, դրեցին, ասին, բայց կրակ չենք տալի, աղոթում եք, դուք աղոթում եք ձեր Աստծուն, ես աղոթում եմ իմ Աստծուն։ Սա գիտեք մի հատ զորավոր բան է, ժողովուրդ գիտեք հեշտ է, հեշտ չի։ Գիտես մինչև քո աղոթք անելը, որ դու աղոթում ես ինչ-որ մի բան ալնի, 50 հատ միտք է այս գլխիցդ մտնում, այն գլխիցդ դուրս է գալի։ Մի օր գնացել ենք մեկի համար աղոթենք, ասեմ, բանը շատ հետաքրքիր, մի հատ ամոթալի վիճակի մեջ ընկանք,
Հիվանդա աղոթում ենք, այս եղբայրն ինձ ասաց կելեկետանք բարեկամիս համար աղոթ կանենք, գնացել ենք, աղոթում ենք դե բժշկության համար աղոթում ենք 50 անգամ, եթե ոչ ավել, էսի դե տեղերի մեջ տանջում է իր հիվանդությանը, ասաց հավատա հիմա կբժշկվես, հավատա հիմա կբժշկվես, հավատա հիմա, այսինքն ոնց եմ ասում, մի 50 անգամ ասած, անունը չտամ այդ աղբորը, բայց տես նայես վերև, ասաց ես հավատում եմ, բայց ոնց որ հենա դու չես հավատում։ Գիտեք ինչ կա, ես ճիշտն ասած, չգիտեի ամոթից գլուխս որդ եմ մտցնեմ, ասա, հետո հելանք ասաց, տեսարի ինչ ասաց, ասի այ աղբեր ջան, հերիք այլը 50 անգամ մարդուն ասում ես, ասաց ես հավատում եմ, դու չես հավատում։ Շատ անգամ Աստծո գեներալներից մեկը Քլենդենենը սենց խոսք ունի, ասում է, շատերը Քրիստոս չունեն, ուրիշի վզին Քրիստոս են ուզում փաթաթ։ Որ հավատաս սենց կլինի քո հետ, որ հավատաս սենց կլինի, որ հավատաս սենց կլինի։ Այդ աշխարհիկն էլ չի կանգնում, ասում, բա որ դու հավատում ես, ինչ այլ է քո հետ որ։ Գիտեք ինչ կա, Եղիան գնաց է կանգնել է, որ աղոթ կանի, մինչև այդ հələ ծիծաղում էր իրանց, ասում էր կարող ձեր Աստվածը քնած լինի, կամ էլ ճամփորդում է, ձեր էր առնում։ Գնացեք, չեմ ուզում այդ ամբողջը երկարացնեմ, այդ ամբողջը որ կարդանք, ձեր հենց ուղիղ ձեր էր առնում։ Այս վերջերում մեկին էլ ես եմ ձեր առնում, գնացել էր ճիշտ ասած շատ տենց Եղիայի պես չասի, բայց ասի։ Գնացել էր Սուրբ Հովանես, գիտեք, էթում են չոքած ելնում են իրա դուրը։ Ինչ մեղք են մեր ժողովուրդ։ Այն որ մեկը գցած էր, ասում Տեր Աստված, ասում եք Տեր Աստված, ների մեզ, ների մեր ազգին, էս ինչ ենք անում։ Հիմա ես որ ուղի եթերով չոքեմ, ամեն մեկ մի բան կխոսա։ Այս մարդը ընդ է չոքած ելնում էր, վերջը, էս էլ էր գնաց ընդ է, իշնելուց գլորվել էր, ձեռը ջարդել էր։ Ասի, գիտես ինչի ատենցել է, ասաց ինչի ասի, ինքը կարում է մոտիկից պայի, որ հեռացել ես, էլ չի կարե, ձեռը չի ասեք եզի պայի, բայց մեր Աստծո ձեռը ամեն տեղ հասնում է, ամեն, այո, Փառք Հիսուսին, մեր Աստծո ձեռը ամեն տեղ հասնում է, և տեսեք Եղիան կանգնավ և ասեց, և իրանք ինչ արին չեղավ, բայց ինքը ձեռքերը բարձրացրեց երկինք և աղոթեց Աստծուն։ Ուղղակի մի քանի նախադասություն է կարդում, աղոթում է ինքը։ Եվ Աստծուց կրակ իջավ, մեր սիրելիներ, ուղղակի ես այստեղ իր հավատքը, գիտես, կուզես Եղիայի պես հավատք ունենաս, Եղիան դրան հասել էր, գիտեք հավատքը ոնց է, կներեք, եթե դու Աստվածաշունչ չես կարդում, երբեք հավատ չես ունենա, ինչի, որովհետև հավատքը լսելուցն է, լսելը Աստծո խոսքից է, դու եթե աղոթում ես երկնքից հավատ գա, չկա տես բան, ժողովուրդ ջան, երկնքում հավատ չկա, երկնքում հավատ չկա, երկնքից հավատ մի խնդրի, Աստծուց էլ հավատ մի խնդրի, Աստված ասել է, խնդրեմ, ես քեզի հավատք եմ տվել, կարդա խոսքը լսելուցն է, եւ որ դու լսում ես, հավատք առաջանում քո մեջ, ուզում ես հավատքդ մեծանա Եղիայի պես լինի, դու երևի չգիտեմ, մարդիկ կան Աստվածաշունչ կարդում ես, երևի կյանքում էլ ստեյս մինչև վերջը կարդացած չկա, ուզում ես հավատք ունենաս, այդ մարդու պես կասեն մենք հավատում ենք, դու չես հավատում, շատ անգամ հավատացյալներից անհավատությունը ակնհայտապես երևում է, բոլորը տեսնում են, մի հատ խնդիր է ալնում, մարդիկ գալիս են, աշխարհիկները գալիս են, որ մեզանից մի բան, մի հատ հույս հարցնեն, մենք ասում ենք, ես մեր լավ բժիշկի տեղը գիտեմ, գնա իրա մոտ, չեմ ուզում, որ ձեր բարձրացնես, կարողա ձեր մեջ էլ մարդ հայել է, եկելա, որ ասի, ես ինչ տեղը ասում է, հորքուրիս, տալոչ, աղջկա, քերու կնիկը, գնացել էր, ես ինչ բժիշկի մոտ դու էլ գնա, այն մարդ մի հատ մեր բժիշկի տեղն ասա այդ մարդուն, հետո ասում ենք, մենք հավատացյալ ենք, գիտես մենք ոնց ենք հավատում, կրակ իջացնենք, հավատացողը Եղիան էր, բայց Եղիան, եւ որ խնդրես կրակն իջավ, ես աղոթում եմ կրակ իջնում է, ինչքան է իջնում, ինչքան ես կարողանում կրակ իջացնել զոհիդ վրա, ճիշտ զոհ պիտի լինի, որը Աստված ճիշտ հավատքի վրա է ուղարկում իր կրակը ժողովուրդ ջան, եւ որ դու ասում ես հավատում եմ, հələ քո ներսի մեջ քննիր քեզ, դու իսկապես հավատում եմ, թե կխառնվես իրար, ինչ որ մի բան էլի կխառնվես իրար, գիտես մեկը մի բան ասում է, օրինակի համար միտեղ ես հետում, մեկն ասում է, գիշերով ճամփա չեն հետում, այ մարդ արի առավոտը կեթաս, ճիշտ է,
Ես չեմ ասում Աստծուն փորձես, բայց շատ անգամ շատ կարևոր է որ այդած հավատում ես իր խոսքին, որովհետև գիտես, հավատքը լսելուց նա ինքն ասում է կեթաս, ճանապարհա, գիշերա, չգիտեմ ինչ կլինի։ Ինչի Աստված գիշերը քանի լույս չի վառում, քեզի չի պահում։ Այսինքն եթե դու ցերեկն ես գնում, քո հույսը լույսն է, Աստված չի։ Մի հատ ստից բանից տեսեք, ավելի շատ քույրերն են դες բանից։ Գիշերը մեկ էլ տենում ես ամեն ինչից վախենում են։ Ինչի բա քո Աստված։ Հետո ուզում ես աղոթես հիվանդություն, հետո ուզում ես աղոթես հիվանդություն բժշկվի, հետո ուզում ես աղոթես երկնքից կրակ գա, բայց ինչի վրա գա։ Ես պետք է հավատ դնեմ իմ զոհասեղանի վրա եւ Աստված տենա ասի հավանում եմ ես հավատքը։ Ուղարկում եմ ես իմ կրակը եւ իմ կրակը պիտի գա ու վառի այն ինչ որ դու խնդրում ես։ Հավատք կա, մանանեխի չափ հավատ կա ձերքիդ մեջ։ Տեսեք Եղիայի մոտ կար։ Ինքը երկու նախադասություն աղոթեց երկնքից կրակ իջավ։ Վառեց ինչ կար զոհերը, այդ ջուրն էլ որ լցել են ամեն ինչ վառեց սիրելիներ։ Ինչ է ուզում Աստված մեզանից։ Քո զոհասեղանի վրա ճիշտ հավատք ունեցի, որտեղ ամեն մի հատ բանից վախեցի։ Կատվից վախենում ես, ես կովից վախենում եմ, կռիսից մուկը տենում եմ, չգիտեմ, սիրտս ճաքում է։ Կներես, շատ անգամ դիվական է այդում այդ ամենը։ Ինչի մուկ է, ինչ է որ դու ասենք վախենում ես։ Բա որ մուկի տեղը սատանային տենաս։ Փառք Տիրոջը որ Աստված թույլ չի տալի որ ինքը մեզի երևնա։ Տեսեք, այդ ամենը ազդում են մեր կյանքի վրա եւ մենք ճիշտ հավատ չենք դնում, որովհետեւ մենք Աստծո հետ մտերիմ կապ չունենք։ Մենք Աստծո հետ մտերիմ կապ ենք ունենում եւ որ դու նստում ես ու տենում ես, կարդում ես, դու աղոթում ես, դու այդ մտերմությունը քեզի զորացնում է Աստծո հետ, մտերմությունը քեզ զորացնում է սիրելի քույրս, եղբայրս։ Եվ դու կարողանում ես կանգնես ու ասես, այո, իմ Աստված կենդանի է, իմ Աստված կարա այդ ամենը անի, քո հույսն Աստված է, եթե քո հույսը քո գրպանի մեջի պարունակությունն է, վայ քեզ, եթե քո հույսը, չգիտեմ, քո ունեցվածն է, քո հարուստ բարեկամն է, վայ քեզ, բայց եթե քո հույսը կենդանի Աստվածն է, ինքը այսքան ժամանակ ոչ մեկին հուսախապ չի արել։ Մեր Աստված ոչ մեկին չի խաբել։ Մեր Աստված իր կրակը իջացնում է այդ ճիշտ հավատքի վրա, որը գալիս է Աստծո խոսքից։ Աստծո խոսքը քեզ հավատ կբերի։ Եղիայի նման։ Այո, ինչն էր տեսնում Եղիան։ Ինքը Աստծուն չէր տենում, ժողովուրդ։ Մի մտածեք, որ Եղիան իմ ու քո պես սովորական մարդ չէ, ինքը սովորական մարդ է։ Շատ անգամ դու տեսնում ես քարոզիչներ, տեսնում ես քրիստոնյա մարդիկ, տեսնում ես հզոր բաներ, ասես ես էլ կուզեի, չէ, իրար մի նմանվի, դու յուրահատուկ ես Աստծո համար։ Քո համար Աստված հենց քո համար ունի այն ինչ որ դրել է քո կյանքի մեջ։ Ուղղակի գտիր քեզ դրա մեջ եւ ասա, այո Տեր իմ Աստված, ես առաջ եմ գնում։ Եւ շատ կարևոր է որ քո զոհը ճշմարիտ լինի, սիրելիներ։ Տեսեք, եւ որ մենք կարդում ենք Կայենի ու Աբելի մասին։ Ինքը սխալ զոհ էր բերել։ Ես չգիտեմ ինչի չընդունեց Աստված իր զոհը։ Բայց Աստված իրան հանդիմանեց։ Եվ որ չընդունեց, այնքան հետաքրքիր էր այդ մտերմությունը, որ Կայենը զգաց, որ Աստված չընդունեց։ Հիմա կրակով էր վերցնում այդ զոհը, չգիտեմ ոնց էր վերցնում, ասում Աբելինը վերցրեց, Կայենին չվերցրեց։ Ինչ որ դնում ես զոհասեղանիդ վրա պիտի ճիշտ լինի։ Այսօր Աստված ինչ է ուզում քեզանից։ Ինչ է ուզում, որ դու զոհաբերես, հենց այսօր։ Ինչ է ուզում, որ դու զոհաբերես։ Հնարավոր է մեկից ժամանակը, որ դու չես զոհաբերում Աստծուն։ Ուղղակի ապրում ես, սովորականի նման ապրում ես այս աշխարհի մեջ։ Դե եփե ինչ Աստված մի օր կգա, Աստված ողորմած է, կփրկվենք, կեթանք երկինք, բայց մինչև երկինք եթալը, մինչև Տիրոջդ մոտեթալը, ինչ ես ուզում անած լնես քո Աստծո համար։ Լավ է, որ դու փրկվել ես, բայց այն մարդիկ կործանվեն, այն որ ասում են ինձանից հետո ջրհեղեղ, ինչ ուզում ալնի։ Հիմա այտենց տրամաբանությամբ մենք չենք գնում առաջ։ Տեսեք, կան սխալ զոհեր։ Օրինակի համար Սավուղը ինքը սխալ զոհ արեց։ Իրանը չէր։ Ինքը չէր, ինքը քահանա չէր։ Մենք շատ անգամ ուրիշի զոհերը տենում ենք, ուրիշի գործերը տենում ենք։ Օրինակի համար գործարակելոց մեջ նոր կտակարանի, գալիս եմ նոր կտակարան։
Մարդիկ, օրինակ Բարնաբասը իրա ագարակը ծախեց, բերեց զոհաբերեց։ Անանիա Սափիրա մարդիկ այն հավատացյալ էին իրանք։ Իրանք էլ որոշին, որ իրանք էլ իրան զոհաբերեն։ Լրիվանում են մենք չանենք։ Ամերտ այն Բարնաբասը սրտով ազատագրված էր այդ մարդը պարտադիր չէր դու էդի անեիր։ Եվ իրանք բերին, իրանք զոհաբերությունը մի քիչ էլ պահին ասին ով է իմանում այն մարդ։ Հո չիմացան, ով Աստված գիտի։ Սիրելիներ, Սուրբ Հոգին գիտի մեր սրտերը։ Ավելի լավ է ճիշտ անես, ավելի լավ է սրտանց անես, քան թե անեց անես, որ Աստված ասի, այդ ինչ ես անում, գողանաս։ Իր ունեցվածքը իրանն էր, չէ՞։ Ինքը իր ունեցվածքից գողացավ։ Ինքը իր ունեցվածքից գողացավ եւ ինքը բերեց Աստծո առաջ, պատկերացնում ես ինչքան խիստ հանդիմանություն ելավ, երկուսն էլ մահացան։ Եվ տեսեք, շատ կարևոր է սիրելիներ, որ մենք ճիշտ զոհաբերություն ունենանք, ինչ ուզում ես զոհաբերի, դե ժամանակ, գիտեք ինչ կա, շատ անգամ սենց ենք մտածում, ապրում ես քո կյանքով, եւ որ ժամանակ ալնում ծառայում ես Աստծուն, եւ որ ժամանակ ալնում դու գիրք ես կարդում, եւ որ ժամանակ ալնում դու աղոթք ես անում, կներես։ Սա շատ սխալ զոհ է։ Ինչ է նշանակում եւ որ ժամանակ։ Եղել է որ մեկին ասես արյետան հավաքույթ, ասում է ժամանակ ունենամ կգամ։ Մենք որպես քրիստոնյա մենք էլ շատ անգամ տենց ենք անում։ Ժամանակ չի լինում, որ հիմա որ ասեմ դու աղոթում ես, մի ժամ ժամանակ ունես, բայց կներես ո՞նց ես մի ժամ սրա մեջ մնում։ Ո՞նց ես ժամերով, չգիտեմ, հեռախոսով խոսում։ Դու ժամանակ չունես Աստծո հետ, քեզ ժամանակ տվողին ժամանակ չունես տալու։ Մեր կյանքի թելը իրա ձեռքն է, ժողովուրդ ջան։ Սխալ զոհ մի մատուս, սա սխալ զոհ, այսօր ժամանակ ունեմ այդ համ հավաքույթ։ Կներես սխալ զոհ ես բերում զոհասեղանի վրա։ Աստված կհանդիմանի մի օր քեզ։ Ինչի մեր Աստվածը ժամանակ ունենալու Աստված է։ Լավ կլներ որ մեր Սուրբ Աստվածն ասեր ժամանակ եփլնիկ այդ համ զոհաբերվեմ իրանց համար։ Գրված է ճիշտ ժամանակին եկավ Աստծո որդին։ Ճիշտ ժամանակին Աստծո որդին կյանքը դրեց մեղավորներից, որից մեկը ես եմ։ Եվ մեր համար դրեց սխալ զոհ մի բեր Աստծո առաջ, որպեսզի Աստված քեզ չհանդիմանի։ Եվ որ ժամանակ ունենամ սա կանեմ, որ ժամանակ ունենամ սա կանեմ, շատ փող ունենամ զոհաբերություն կանեմ, չէ կներես, շատ փող ունեցողները չեն անում։ Քչի մեջ հավատարիմ չլնես, շատի մեջ նախ Աստված չի օրհնում, երկրորդն էլ այն որ պետք է շատից անես, քչից ավելի հեշտատալը քան թե շատից։ Մի հատ այտենց օրինակ երեք խոսում էինք Մհերի հետ, չգիտեմ որտեղ եմ արել այդ օրինակը, մի հատ 10,000 դրամանոց եմ ցույց տալի, մի հատ 1000 դրամանոց, ժողովրդին ասում եմ որն է մեծ, դե բացի երեխեքից որ չեն ճանաչում, բոլորն էլ գիտեն որ 10,000-ն է մեծ, ասում եմ չէ 1000-ն է մեծ, ասում եմ գիտեք ինչի, որովհետև սրա 9,000-ը որ դու պահում ես քեզ 1000-ն ես տալիս, այդ 1000-ը վայ այդ ինչքան մեծ է ալնում այն մարդ, չգիտես ինչի շատ մեծ է քո համար դա, բայց հետաքրքիր է դա սխալ զոհ է, ավելին ասեմ, Աստծո մարդ Գլենդենենը շատ խորն է, շատ զորավոր բան է ասում, օրինակ իմ համար մի քիչ ծայրահեղ է այդ ասածը, բայց ասում է այս մարդը, ասում է այն 10-րդը, որ դուք տալիս եք, դա հնազանդությանն է օրենքին, բայց եւ որ 10-ը պահում եք 90-ն եք տալի, այդից դեր սերն է Աստծո նկատմամբ։ Ասում եմ լավ էլի այ Գլենդենեն ախպեր ջան, այնես բան ես ասում, հազիվ այդ 10-ը պոկվում է մեր սրտից, ոնց 90-ը տանք 10-ը պահենք մեզի։ Եվ տեսեք, սրանք ճշմարիտ զոհեր կան, որ մենք Աստծո առաջ բերում ենք եւ Աստված հաճույքով վերցնում է։ Այդ անուշահոտ պատարակը, որ դու բերում ես, կարող դու 20 դրամ ես բերել, որ տաս, բայց այնց սրտանց ես տալի։ Բայց մարդը կա 10,000-ը տալի, սիրտն էլ հետնակցում ընդ է։ Հետաքրքիր է մի անգամ միտեղ ինձ Աստված դրանից հետո կներեք, ոչ մեկից չի վերաբերվում, բայց ասեմ, իմ հետ այել է, ես ընդհանրապես կոպեկ չեմ գցում։ Իմ համար, Ժորժ ջան, ես իմ համար եմ ասում, որտեվ դրա համար ես մի օր ամաչել եմ Աստծո առաջ եւ միտեղ գնացել էի, պետք է ծառայություն անեմ։ Ես զոհաբերության ժամանակ դες իմ մտքով անցած չգիտեմ ինչի շուտ վա բանա խելքի եմ եկել մի քիչ հիմա այն ժամանակը տենց չէի։
Ինչի չգիտես ինչի կոպեկ գցի 500 դրամանոց գցի ասի ամար դե հարուստ եկեղեցին ինչ ալնում որ ու գիտես ինչ էլա որ խայտարակ էլա ուղակի Աստծո առաջ վերջում դա չեմ ասում որ հիմա տենց անեք էլի բանջան հոյուցոլակ վերջում գիտես ինչ արին դե մենք Եղեգնաձորում տուն ունենք տուն է մեր սեփական չէ եկեղեցա շենք ենք առե այդ ժամանակ մեր այդ եղբայրները հոյուները բոլորը օրհնում էին որ մենք այդ պարքերի տակից դուրս գան վերջում այդ ամբողջ զոհաբերությունը հավաքին տվին ընձի ասին կտանես կդնես այդ պարքին խայտարակ էլ ասի Աստվածան այդ ինձ խայտարակ արիր իմ տվածը հետ եկավ ընձի 500 դրամը այսինքն ինձ ասած եկեղեցուն բայց ես ամաչի ուղակի Աստծո առաջ ես մտածում եմ հարուստ եկեղեցի 500 դրամ գցենք անցնենք առաջ այդ օրվանից ուխտեմ արի Տիրոջ առաջ ասում եմ Տեր ես գետինը կմտնեմ կոպեկ չեմ գցի եւ ինչ եմ ուզում ասեմ կարևորը չի կոպեկ ես տալի կամ չգիտեմ ինչ էդի դու գիտես դու ինչ ուխտ ունես քո Աստծո հետ ես չգիտեմ բայց կարևորն է նա որ դու այդ ամեն ինչը սրտանց ես անում քո զոհաբերությունը քո զոհը քո ճշմարիտ զոհը բերում ես քո Աստծո առաջ եւ ասում ես Տեր շնորհակալ եմ քեզանից ամեն ինչ համար քո գոյությունն ես բերում Աստծուդ հա քո շնորհակալությունը այսօր եկել ես արթնացել ես առավոտ ասել ես Տեր շնորհակալ եմ այսօր եմ կենթանի չգիտեմ որը ասելա որը չէ բայց գոհություն հայտնի մի մտածիր որ դու այն ես միշտ այս բանը ասում եմ ավելի շատ աշխարհիկներին եմ ասում լսի որ դուք այդպես հավեսով ետում եք ուրիշի ասենք պանիխիդան օրինակի համար երբևիցե մտածել եք որ ձեր պանիխիդան էլ մի օր պետք է գան հա դուք ձեզի թվում է դու ամեն օր պետք է դաս պանիխիդա ու էդի ոնց որ հարսանիք էթալն է Իրանը չեն գալու չէ եթե Տերը մինչև ընդ չգա ժողովուրդ ջան լրիվից պանիխիդային էլ գալու է դե կարողա մեր վաղ իսկի պանիխիդան էլ վերանա իսկի մի անգամից տանեն թաղեն բայց գոհություն ասում քանի ապրում ես այս երկրի վրա ճիշտ զոհ ունեցի քո զոհասեղանի վրա ամեն մեկս մեր սրտի մեջ զոհասեղան ունենք սիրելիներ եւ ես ուզում եմ որ դու ճիշտ զոհասեղան ունենաս ճիշտ կրակ որ իշնի Աստծո ճշմարիտ կրակը կիշնի քո հավատքի վրա քո զոհաբերության վրա, քո աղոթքի վրա եւ Աստծո կրակը գա դու կտեսնես դա քո կյանքի մեջ։ Մինչեւ այսօր եթե դու սխալ զոհաբերություններ ես արել, ժամանակի առումով, չգիտեմ, ֆինանսականի հարցով, խնդրում եմ, ճշտի հա Տիրոջ հետ, որովհետեւ չգիտես վաղաստե կլնես թե չէ։ Այսօր քանի ստեղ ես, Տիրոջ առաջ սիրտդ ուղղի։ Սա ես ճիշտ զոհաբերություն եմ ուզում։ Հավատքը ուզում եմ, բայց ես չեմ ուզում, հենց այնպես գիտեք, մենք հեշտասեր ենք դարձել այս վերջի ժամանակներում։ Ուզում ենք տենց աղոթ կանենք երկնքից, տենց կատերը անի մեզի զորավոր, ձեռներս դողա, չգիտեմ, կարմրենք, կապտենք, աղոթենք, լրիվ ընկնեն, մեջքի վրա, կներես դրա համար ճիշտ զոհաբեր, լավ բան ես խնդրում, բայց ճիշտ զոհասեղանի վրա ճիշտ զոհ ունեցիր, որ կրակը գա, թե չէ չի գա։ Եվ դրա համար ես ինչ եմ խնդրում ձեզանից։ Ինչ եմ խնդրում ձեզանից, որ դուք այն օծությունը, որ մենք սրբից առել ենք, Սուրբ Հոգուց առել ենք, Սուրբ Հոգին կենդանի է եւ ինքը մեզ օծում է, որպեսզի մենք անենք սիրելներ։ Եթե մենք օծված ենք դրանով, մենք ապրենք այդ օծության համեմատ։ Մեր Աստծուն Աստծո պես փառավորենք։ Մեր Աստծուն ճանաչելով Աստծուն Աստծո պես փառավորենք, որովհետև Հռոմեացիների գրքի մեջ գրված է, որոնք որ Աստծուն ճանաչելով Աստծուն Աստծո պես չփառավորեցին, Աստված դրանց մատնեց։ Ես կարդում եմ ես վերջի ժամանակ ասում Տեր Աստված, էս ի՞նչ է նշանակում Աստված նրանց մատնեց։ Ում աշխարհիկների, չեք կներես, հավատքի մարդկանց, ովքեր որ Աստծուն Աստծո պես չփառավորեցին։ Դուք այսօր Աստված եք ճանաչում, որ շատերը չեն ճանաչում։ Ձեր մտքի, ձեր սրտի վրայի խավարը Աստված վերցրել է, եւ այսօր դուք ճանաչում եք Աստծուն։ Աստծուն փառավորեք իրականում ոնց որ ինքը կա։ Հնազանդվեք Աստծուն ոնց որ ինքը կա։ Ձեր եսը, ձեր հպարտությունը մի կողմ դնելով, ես իմ Աստծուն պետք է պաշտեմ ոնց որ ինքը կա։ Ամեն ինչով, իմ ապրած կյանքով, ամեն բանով, թե զոհաբերությունով, թե ամեն ինչով ես պիտի իմ Աստծուն պաշտեմ, դա ժամանակ է պահանջում։ Եվ դրա մեջ դու պիտի քայլ առ քայլ գնաս, դա միանգամից չի լինում։ Ես խնդրում եմ ամենակիչը
Մեր եկեղեցում մենք սենց ենք անում։ Սկսել ենք ծառայողներից, բայց ընդհանրապես ժողովրդի մեջ դա մենք տանում ենք։ Ամենակիչը Աստծո մարդը օրը մի ժամ պիտի աղոթքի մեջ լինի։ Աստծո հետ։ Քո զոհաբերությունը սա թողնի, սրանից սկսի, այսօրվանից սկսի։ Հիմա կասես, գիտես ինչ կա, եւ որ դու օծության մտնում ես, եւ որ դու Աստծո ներկայության մեջ ես մտնում, ինչ ժամ։ Մեկ էլ լնում ես, տենում ես, ժամեր են անցել, հələ դու աղոթում ես։ Ուղղակի ժամերը անցնում են, դու աղոթում ես։ Սկսիր, ժողովուրդ ջան, խնդրում եմ ուղղակի։ Աստծո հետ հարաբերություններդ, ուխտերդ նորոգեք։ Ժամանակների վերջն են, գիտեք։ Ինքան քիչ է մնացել, վայրկյաններ է մնացել, մեր Տիրոջ գալուստը մոտիկ է։ Ձեռներ, ինչ կա, ինչի մեջ ես, ինչով ես գնում, հելի այդ իրավիճակից։ Այդ ամեն ինչին հարմարվել ես, որ ձեռի հետ աղոթ կանես, հարմարվել ես, որ ձեռի հետ ժամանակ լինի Սուրբ Գիրք կարդաս, հարմարվել ես, երբ ժամանակ ունենամ այդ համ հավաքույթի, երբ ուզենամ ավետարանություն անեմ, ինչ ուզում անում ենք մենք։ Հետո բայց ասում ենք, Տեր, մենք քեզ հնազանդ ենք, գիտես, մենք քեզ սիրում ենք։ Մեր եղբայրներից մեկն էս հզոր խոսք ասում։ Ասում ուզում ես իմանաս ինչքան ես սիրում Աստծուն։ Հիմա որ ասում ենք, ասեք այնքան շատ ենք սիրում։ Ես էլ ձերպես։ Ասում ինչքան ներդրվում ես, ինչքան նվիրվում ես, այդքան ես սիրում։ Դրանից ավել է սուտ ես խոսում։ Ամեն։ Ամեն։ Բերեք մի հատ ծափ արենք մեր Տիրոջը։ Ամեն կարդանանք։